Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստվածներ, ողջունեմ ձեզ եւ ձեր բոլոր ունեցիրները։ Տեր Արմեն, գիտեմ, որ այլևս Վառնայում չեք ծառայում, կխնդրեմ ներկայացնել, թե որն է պատճառը, ուր եք տեղափոխվել եւ ինչու։ Այո, ինչպես գիտեք, մենք վերջին անգամ երբ որ հարցազրույց ունեցանք, ես մի քիչ բաղակի ձեր բացեցի ձեզ հետ, բայց կային մի քանի հարցեր, որոնք չէի կարողանում բարձրացնել։ Եվ մենք անցյալ անգամին անդրադարձանք, որ Վառնայում, ուրեմն քանի որ դակավին նոր է ցերբազատվել Բուլղարիան սովետական միության լուծից, դակավին այդ արժեքները, այդ գաղափարները այնտեղ պահպանվում են։ Եվ Գդրիչ Ներսիսյանը իր գլանով եւ իր ներկայացուցիչով, որ Տատև Սրբազան Հակոբյանն է, որ այնտեղի հայրապետական դեղաբահն է Բուլղարիայի, ուրեմն ամեն ցեվ փորձեցին, որ մեզ խանգարել, առավել քան 1.5 տարի մենք դառնում բերվում ենք դատարանից դատարան, միլիցեից միլիցե, KGB-ից KGB, այսինքն ամեն ինչ փորձեցին անել, որպեսզի մեզ խանգարեն, եւ վերջին անգամ քրեական փորձ հարուցեցին իմ վրա, այն իմաստով, որ ես ուրեմն ժողովուրդը հանում եմ իրար դեմ եւ ժողովուրդը հանում եմ առաջնորդի դեմ եւ Գդրիչ Ներսիսյանի դեմ։ Անշուշտ է Բուլղարիայում այս հարցը, այսինքն կանոնական խախտում է համարվում, եւ երբ որ ես գնացի եւ վերջին ինտերվյուին ներկայացա, այս այնտեղ փաստեր բերեցի, ասելով, որ տեսեք, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե այս իմ արածը համարվեր ինչ որ խախտում կամ քրեական գործ, առաջին հերթին իմ պետությունը դա թույլ պիտի չտար եւ ինձ կարգի պիտի հրավիրեր, իսկ երկրորդ հայտնեցի, որ նույնիսկ մեր պետությունը իր վարչապետով ու բոլոր անդամներով այսօր Գդրիչ Ներսիսյանի հրաժարականն է պահանջում եւ այդ ամբողջ բացահայտումները արել է եւ դա նույն շարունակությունն է, որ մենք անում ենք եւ Գդրիչ Ներսիսյանը պետք է հրաժարվի, բայց ասեմ, որ իրենք ամեն ինչ փորձեցին, ամեն ինչ արեցին մեղի դնելու եւ լավ էլ մեղի դրեցին եւ հարցը հասավ այնտեղ, որ առաջնորդը ուրեմն իր ուժերը փորձել կորցնել պետության միջոցով, որովհետեւ բռնի ուժով մեր եկեղեցին փակեն եւ ինձ այդ եկեղեցուց դուրս տեն։ Անշուշտ չստացվեց, որովհետեւ ի վերջո այսօր Բուլղարիան եվրոպական խորհրդի մեջ է, Շենգենի մեջ է եւ այդ օրենքները սկսել են գործել, բայց դե ոնց որ ասում են ջանջնել ոչինչ է, բայց էլ որ ջանջելնում եք որ գերակուրում եք, որ սիրտը խառնվում է։ Այնպես որ մի բան եկավ, որ հիաստատված է այս ամեն ինչից եւ այդ օրերին այնպես զուգադիվեց, որ աստվածային գարկադրությամբ ինձ կապնվեցին Մալագա քաղաքից, որ գտնվում է Իսպանիայի Անդալուսիա շրջանի մեջ, այստեղի հավատացյալները նաեւ ունեն միևնույն խնդիրը Գդրիչի հետ, ուրեմն 5 տարի առաջ այստեղի հավատացյալները իրենց անձնական ուժերով, իրենց անձնական ֆինանսներով մի հատ եկեղեցի վերցրեցին, կաթոլիկ եկեղեցի եւ այս եկեղեցին հայկականացրին, այսինքն իրա քմպետով, իրա պատերով, խաչկարերով, այսինքն այսօր մենք ունենք առաջին հայկական եկեղեցին Իսպանիայի մագարտակին, որ մենք չունենք, այսօր մենք դա ունենք եւ որ այս եկեղեցին հասավ ավարտին, արդեն սկսան Գդրիչի եւ նրա գլանի համար շատ ծանոթ իրենց կորձելավոճը, որ այս եկեղեցին ուզեցին ժողովրդի ցերկից խլել եւ գրանցել ուրեմն էջմիածնի եւ Գդրիչի անունով, որովհետեւ այդ գրանցումը կամ տխտապանությունը բոլորը իրենց դրվի եւ բնականաբար որ մեր ժողովուրդը արդեն գիտակից ժողովուրդ է, այդ միևնույն այդ անկիտակ սերունդի զավակները չեն, իրենք իմանալով ինչ է խաղը, բացարձակապես մերժեցին գալվածները հանցնել եւ երբ որ հարցը հասավ այն բանին, որ իրենք գդրուկ ցեղով ասեցին, որ մենք չենք տալիս, այստեղ մի հոգեվոր ակնկալ կար, ուրեմն Խաժակ Բարսամյանը, որ այստեղի հայրապետական պատվիրակն է, ուրեմն քահանան քաշեց այստեղից տարավ եւ 6 ամիս է իրենք առանց քահանա էին։ Մինչեւ ապրիլի 20-ը, որտեղ արդեն ապրիլի 24-ին այստեղ
մեծ ուրեմն շուկով նշվում է ապրիլ 24-ը եւ ասեմ Մալագա քաղաքը միակ քաղաքներից է կարծում եմ նույնիսկ աշխարհի մեջ, որ այստեղի քաղաքաբեդարանը ինքն է ստանցնում այդ ապրիլ 24-ի արարողագարկը սկսած միկրոֆոններից, թավերապեմից եւ գործիքավորումներից ամսերը եւ գազբագերումը կատարում է ուրեմն Մալագայի քաղաքաբեդարանը։ Եվ մարդիկ դիմեցին Խաջակ arczepiskopos Բարսամյանին լսելու համար, որ ամոթ է այսպեսի մի օր մի հոգևորական չունենանք կամ պատարակ չունենանք, եւ Խաջակի պատասխանը շատ հստակ էր, մինչեւ որ այդ գալվածը չհանցնեք եւ մինչեւ որ 150,000 եվրո մեզ չդակ, մենք ցեզ ոչ մի հոգևորական չենք ուղարկի։ Եվ այդ օրերին այս մարդիկը բնդրդուքի մեջ էին եւ իմացան Վարնայի մասին, որ Վարնայում էլ սենց դեպք կար եւ այնտեղ մի քահանա գնացել էր եւ ինձ թիվեցին, որովհետեւ ինձանից խորհուրդ հարցնեն եւ ես էլ ասեցի լավ, քանի որ ես 2 տարի եմ Վարնայի մեջ եւ Վարնայում ես բավական քոնե կարողացա ժողովուրդը լուսաբանել, պատրաստել, թե ինչ է նշանակում հոգևորական եւ ինչ է նշանակում եկեղեցու սպասավոր, այդ մարդիկ այսօր պատրաստ են, եթե որևէ մեկ հոգևորական ունենան, այդ հոգևորականի հետ վարվին որպես սպասավոր եւ հիմա ես արդեն Մալագայում եմ գտնվում, որ Անդալուսիայի շրջանն է եւ մենք փորձում ենք անգամ եւս հավաքել մեր հայ հավատացյալները, որոնք պարակտվեցին Գդրիչ Ներսիսյանի ցերկով Եվ փորձում ենք մեր ժողովուրդը համախմբել անգամ եւս այս եկեղեցու շուրջ, հերու քաղաքականությունից եւ քաղաքական հաշիվներից ուղղակի մեր եկեղեցին վերականգնելու եւ մեր ժողովուրդը պատրաստելու իմանալու համար իրենց իրավունքները եւ իրավասությունները ուրեմն համայնքային մեր կյանքի մեջ։ Տեր Արմեն, որքան էլ որ դուք ուզում եք հեռու մնալ քաղաքականությունից եւ կամ համայնքը հեռու պահել քաղաքականությունից, վերջին օրերին մենք ներհայաստանյան տիրույթում առնվազն հակառակն ենք տեսնում։ Նախ Գարեգին Բ-ն օրերս հյուրընկալվել էր Օլիգարխ Սամվել Կարապետյանի տանը իր հայրապետական օրհնություններ տարել եւ հաղորդագրության մեջ առնվազն ասում էր, որ իր օրհնությունը եւ աջակցությունն է հայտնում նրան։ Ինչպես հասկանալ այսպես ասած ժեստը, այն դեպքում, որ գիտեք Օլիգարխ Սամվել Կարապետյանը հավակնում է դառնալ իր բարերով ասած Հայաստանի նոր ղեկավարը, վարչապետ, անգամ ինքը հաղթարշավն է տոնում, թեև բառը շատ դժվարությամբ է արտասանում, բայց այնուամենայնիվ սա կարող ենք հասկանալ կամ ընկալել որպես ուղիղ աջակցություն Գարեգին Բ-ի կողմից եւ ինչով է սա նաեւ պայմանավորված, որ Գարեգին Բ-ն իր աջակցությունը, այսպես ասած Ռոբերտ Քոչարյանից տեղափոխում է դեպի Սամվել Կարապետյան, առնվազն 21 թվականի ընտրություններին մենք հակառակ պատկերն ենք տեսել կամ գոնե տեսել ենք պատկեր, որ աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին։ Այո, հիմա ես ուղղակի զարմանում եմ Էրմինե ջան, այսինքն Սամվել Կարապետյանը անլեզու եւ հայրաբեդը ծեր անուղեղ։ Այսինքն այս երկուքը իրար հետ համախմբվել են ինչ են անում, ես չգիտեմ։ Մեկը չգիտի խոսել, մյուսը չգիտի մտածել։ Այսինքն սա ուղղակի հայտարարություն է եւ ես կարծում եմ, որ այս նրանց հանդիպումը այդքանով է իրենց պետք, որ իրենք ցույց տան, տեսեք, մենք դեմ ենք իշխանությանը, մենք դեմ ենք pedagogiությանը։ Եվ այնտեղ ոչ մի հայտարարություն չեղավ, այսինքն բարձրապես գնացել այցելել է։ Այսինքն հայտնի է, չէ՞, որ նպատակը ինչ է, բարձրապես ցույց մարդկանց ասելու, որ մենք ներկա pedagogiության իշխանության դեմ ենք։ Այսինքն մեկը որ չի կարողանում հայերեն խոսել, իր բառերը հավաքել, իր մտքերը հավաքել, սրանից ինչ վարչապետ, ինչպես որ հյուրընկալվողը, որ Գդրիչ Ներսիսյանն է, որ ուղեղչում եւ մինչեւ այսօր մենք իրանից երկու խոսք չենք լսել, այդ մարդից ինչ հայրապետ։ Այսօր սա ցավալի իրականություն է Էրմինե ջան, որ այսօր մեր եկեղեցին իր հունից դուրս արել։ Այսինքն մենք որ պիտի սպառվենք միայն հոգևոր կյանքով, պիտի սպառվենք միայն եկեղեցագիտությամբ, միայն քարոզչությամբ, ավետարանը քարոզելով, այսօր մենք մեր գործերը թողած սպառվում ենք թե ով պիտի լինի վարչապետ։
Այնպես որ սա քաղտնիկ չէ եւ սա մենք վերջին ամիսներին տեսանք, այսինքն մեկը որ ծառայում է օդարերգրա իշխանություններին եւ այդ մարդը, այսինքն ինչ ենք սպասում ենք որ ինքը ուզենա որ երգիրը դեպի ուժեղ հիմքերի վրա չէ։ Սամվելից առաջ Ռոբերտ Քոչարյանն էր հայերեն չգիտի խոսել։ Ես 2000 թվականին էր, երբ որ մի անգամ ինքը հանդիպեց Քյոլն քաղաքում, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը, ես զարմացա այնտեղ որ ինքը չգիտեր հայերեն խոսել։ Ես զարմացա, ասեցի, «Այ եկելա մեր գլխին, եթե երկրի վարչապետը չգիտի հայերեն խոսել, այս հայերենիքը մեր ինչպես պիտի ղեկավարի»։ Եվ Ալիև դες որ մինչև 8 տարի առաջ մեր բոլոր վարչապետները, մեր բոլոր իշխանավորները դրածոներ էին, այսինքն երբեք կարևոր չէր նրանց համար, այսինքն ով որ կամ ում որ իրենք ծառայում են, այդ մարդկանց համար երբեք կարևոր չէ սրանց հայրենասիրությունը, հայրեն լեզվի գիտությունը, հայոց պատմության գիտությունը, այդքան կարևոր է իրենց համար, որ այդ երրորդ երկրի ուժերին կամ երկրորդ գործերը հարաճ տան։ Այո, շատ ցավալի է։ Եվ այսօր մենք տեսնում ենք, ես տակավին այսօր մի բան գարտացի, ասում է որ հունիսի 7-ին ամբողջ Ռուսաստանի մեջ ուրեմն բادرակներ չեն լինել։ Ինչու՞, որովհետև այնտեղի բոլոր քահանաները, սարգսակները, հոգևորականները բոլորը գալիս են Հայաստան, որպեսզի ընտրության մասնակցեն եւ ընտրեն Սամվելին։ Այսինքն պատկերացնում եք մենք ուր ենք ասել, այսինքն բادرակը մեր թողած, որ մեր սրբություն սրբոցն է, թողել ենք մեր եկեղեցիները, մեր խորանները բարապ եւ գալիս ենք, որպեսզի այսպեսի բարապ մարդ ընտրենք, որպես երկրի ղեկավար։ Բայց ես կարծում եմ, ոչ թե կարծում եմ, այլև վստահ եմ, որ այս ծրագիրը իրենց չի հաջողվել, որովհետեւ մեր ժողովուրդն ալ փոխվեց, շնորհիվ ներկա իշխանության, շնորհիվ վարչապետին, մենք իմացանք, թե ինչ կնշանակե ունենալ քաղաքագիրտ, զարգացած, խոսող իշխանություն, որուն մտահոգությունը միայն ու միայն հայրենիքի խաղաղությունն է, հայրենիքի անկախությունն է եւ մեր ժողովրդի եւ pedagogical վերակառուցումն է։ Եվ մենք հասանք այնտեղ շնորհիվ ներկա իշխանության, եւ ես 1% չեմ կասկածում, որ մեր բոլոր ուրեմն ժողովուրդը արդեն տեսնելով այս կարոզարշավի մեջ թե ինչքան ժողովուրդը խանդավառված է, ես կարող եմ ասել, որ մենք 90% ունենալու ենք միևնույն իշխանությունը եւ միևնույն կառավարություն։ Տեր Արմեն, հետաքրքիր բան նկատեցիք եւ հիշեցիք Քոլնում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը, ձեր զարմանքը, որ Ռոբերտ Քոչարյանը անգամ վարժ հայերենով չի կարողանում խոսել, բայց տեսեք, նույն այդ ուժերը Ռոբերտ Քոչարյանը, օլիգարխը, նրանք դիրքավորվում են այնպես, որ գալիս են ինքնությունը փրկելու, Հայաստանի հայ ժողովրդի ինքնությունը փրկելու եւ նաեւ օլիգարխը հատկապես նրա ուժը հաճախ խոսում են այն մասին, որ իրենք գալիս են փրկելու ազգային արժանապատվությունը, եկեղեցին, եկեղեցու շահերից են հանդես գալու։ Հիմա ինչպես են այս մարդիկ պատրաստվում պաշտպանել, փրկել եկեղեցին, հավատքը, ինքնությունը այն դեպքում, երբ ինքնության ամենակարևոր բաղադրիչներից ամենահիմնականին չեն տիրապետում, լեզվին չեն տիրապետում։ Այո։ Հիմա ինքնության վերաբերյալ ինքնությունը բրգելու, այսինքն ինչքանով որ գդրիչը իր ինքնությունը բրգեց, այդքանով էլ այդ միևնույն ինքնության մասին եթե իրենք մտածում են շատ սխալ է, որովհետև ինքնությունը բրգել երբեք չի գալիս այն իմաստով, որ դու ինչ-որ աթոռի նստես եւ ինքնություն մարդատրես։ Այդ ինքնությունը գալիս է, երբ որ ժողովուրդը ինքը քո մեջ տեսնի այն ինքնությունը, այն արժեքը, որ կարողանա քեզ ընտրել եւ դարձնել երկրի վարչապետ։ Հիմա պիտի բրգեն եկեղեցին, ինչից պիտի բրգեն։ Բայց դժբախտաբար, ինչպես որ կարգը անցանց մեջ մեր ժողովրդի հասկացողությունը, եկեղեցի հասկացողությունը անցն է, այսինքն երբ որ մենք պայքարում ենք Գդրիչ Ներսիսյանի դեմ, ասում են, որ պայքարում եք եկեղեցու դեմ, միևնույն ցերով, եթե այս մարդիկ նկատի ունեն, որ եկեղեցու ինքնությունը Գդրիչ Ներսիսյանն է, չարաչար սխալվում է, որովհետև եկեղեցի ինքնությունը Քրիստոսն է միայն, եւ Քրիստոս բրգել է իր եկեղեցին եւ բրգելու է իր եկեղեցին Գդրիչ Ներսիսյանից։ Այո, այսինքն
Ես եթե այս մարդկանց դեղ լինեմ ընդհանրապես չեմ էլ մտածի, այսին հելել եւ խոսել ինչ որ մի պաշտոնի մասին գնա։ Այսին մեկը որ լեզու չգիտի, հայերեն խոսիլ չգիտի, դու ինչ ծևով քարոզարշավի դանես, կամ ինչ ծևով պիտի պաշտպանես քո ազգային արժեքները, ինչ ծևով պիտի պաշտպանես քո եւ պայքարես քո հայրենասիրության կամ հայրենիքի արժեքների համար։ Այս մարդիկ իսկապես ես չգիտեմ ոնց են մտածում, բայց քանի որ իրենց ղեկավարողը եւ համախմբողը Գդրիչ Ներսիսյանն է, ես այստեղ ասեմ մի հատ ժողովրդական արած կա արաբերենով, որ թարգմանեմ հայերենի, ասում է որ եթե դանուդերը դմկահար է, երեխաները բարոհի դուրս կգան, ուրիշ բան դուրս չեն կարելի ջան։ Եվ այս է այնինչ որ այսօր շփոթ։ Եվ կրկին վերադառնալով Գարեգին բայի այցելությանը եւ աջակցությանը, այնուամենայնիվ Տեր Արմեն, մենք տեսել ենք, թե ինչ ազդեցություն է ունենում Գարեգին բայի օրհնությունը այս կամ այն անհատին եւ կամ քաղաքական ուժին, նոր վերհիշելով, հիշատակելով 2021 թվականին։ Տեսեք, 2021 թվականին ուղիղ տեքստով տարբեր եկեղեցականների կողմից, ամենայն հայոց կաթողիկոսի կողմից այդ աջակցությունը կար Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ուժին եւ հորդորում էին կոչ էին անում չընտրել քաղաքացիական պայմանագրին եւ դուք կհիշեք մինչ այդ նաեւ Գարեգին բան պահանջում էր հրաժարականը վարչապետի եւ վարչապետը գնաց այդ քայլին, բայց մենք տեսանք թե իր աջակցությունը եւ իր օրհնությունը հայտնի ուժին եւ անհատին ինչ արդյունք բերեցին։ Հիմա ինչ հաշվարկներ ունեն եւ հիմա ինչ եք կարծում, մտածում եմ որ իրավիճակը այդ առումով փոխվել է եւ իր օրհնությունը այս դեպքում օրինակ նույն օլիգարխին կարող է հաջողություն բերել։ Նայեցեք, հիմա օրհնության մասին խոսելով, այսինքն այդ մարդը ինչ օրհնություն ունի, որ ինչ օրհնություն բերի դա, այն որ զուրկ է օրհնությունը չի կարող օրհնություն տալ։ Իսկ երկրորդ թե ինչի անում ես ամեն ինչը եւ ինչի է դեմ գանձում ուրեմն ներկա քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը ինքը անցավ դեմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ սա շատ հստակ է, որովհետեւ նախկինները մինչեւ Սերժ Սարգսյանը դվել էին Գդրիչ Ներսիսյանի այնպիսի իրավասություններ, որ ինքը կյանքում չի կարող երազել այսօրվա ներկա իշխանության հովանու ներքո։ Այսինքն օրինակավոր մենք հիշում ենք, չէ՞, վարչապետը հազիվ եկավ այդ ուրեմն դիպլոմատիկ պասպորտները եպիսկոպոսներից վերցրեց, այդ ավտոները, այդ չգիտեմ հետևողները, զինվորները, բանակով էր մանկալիս մարդը։ Այս մարդը վարժված է օգտագործել ամեն ինչ միայն իր բակի եւ իր շահի համար, բայց մենք տեսանք առաջին քայլը Նիկոլ Փաշինյանին, եւ որ ինքը եկավ, ամիջապես այդ ամեն ինչը հանեց եւ ասեց, որ ումից պիտի վախենա կամ ումից մենք պիտի պաշտպանենք հայոց հայրապետը իր հայրենիքում, այնպես որ այս բաների գարիկը չկա եւ սրանց մեջ վրեժխնդրություն կա։ Արդեն դու եւ որ լսում ես իրենց խոսելավոճը, գործելավոճը, այսինքն տեսնում ես որ սա անձնական վրեժխնդրություն է ներկա իշխանությանը դեմ, որովհետեւ ներկա իշխանությունը զրկեց նրանց այդ օլիգարխական այդ իրավիճակից, որով իրենք իշխել էին եւ իշխանություն էին բանեցնում բոլոր մարդկանց վրա, նույնիսկ բարձ մարդկանց վրա իշխանության անունով։ Եվ քաղաքնիկ չեն եկել, մենք ասենք, որ ինչքան էջմիածնի մեջ հողերի դիրացավ Գդրիչ Ներսիսյանը այդ իշխանության միջոցով եւ այդ հողերը դները քնեցին գոբեկներով, ինչպես բանեցնելով իրենց իշխանությունը, որ ստացել էին Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից եւ այլն եւ այլն։ Այնպես որ սա քաղաքնիկ չէ, որ այս մարդիկը իրենց շահի համար, իրենք պատրաստ են ամեն ինչ անելու, պատրաստ են նույնիսկ հայրենիքը գործընծնելու, պատրաստ են նույնիսկ ազերին բերելու եւ նստեցնելու վարչապետի գահին, որպեսզի իրենք իրենց նպատակներին հասնեն եւ իշխեն երկիրը։ Ցավալի է, բայց այս է իրականությունը ճշտը։
Տեր Արմեն, դուք խոսեցիք, որ ձեր աչքով լուր է ընկել, որ Ռուսաստանում հունիսի 7-ին պատարակներ չեն լինելու, բոլոր քահանաները, քահանայական դասը, հոգևոր դասը գալու է ընտրության, քիչ չեն խոսակցությունները, որ Ռուսաստանի Դաշնությունից նույն ուժը տարբեր մարդկանց է մոբիլիզացնում, որպեսզի ընտրության համար բերեն եւ պարզ է ում օգտին քվեարկեն, բայց հետաքրքիր դրվագի վրա էլ կուզենամ ուշադրություն դարձնենք Գյումրու 102-րդ ռազմաբազայից օրերս ահազանգել են զինվորականները եւ ասել են, որ Հայցի մաֆիայի միջոցով իրենց վրա գործադրվում է ճնշումներ։ Հայցի մաֆիայը, որը ծառայում է ռուս ուղղափառ եկեղեցուն, շատ լավ կապեր ունի նաեւ Շիրակի թեմի հետ եւ միաժամանակ իր կապերը օգտագործելով ճնշումներ է բանեցնում ռազմաբազայի ներսում եւ այսպես ասած մարդկանց վրա այդ ճնշումները գործադրելով, բանեցնելով ստիպում են նրանց կամ ուղղորդում են հունիսի 7-ին գնալ եւ ընտրել իրենց ցանկալի ուժին եւ անհատին, պարզ է ում մասին է խոսքը։ Սա ինչպես հասկանալ, Տեր Արմեն, ստացվում է, որ գործի են դրել բոլոր գործիքները։ Այսինքն ստացվում է, որ մենք այսօր հայ առաքելական եկեղեցին գլուխ չունի եւ ռուս ուղղափառ եկեղեցին որպես մեր գլուխը ուղղորդում է մեզ, թե ում ընտրենք եւ ինչպես ընտրենք։ Սա մեծ ամոթ է։ Եվ սա երբեք էլ զարմանալի չէ, քանի որ Գդրիչ Ներսիսյանը ուղղորդվում է այդ երկրի ուրեմն առաջարկներով եւ դելատանքներով, ինչու՞ չէ այսօր Ռուսիա եկեցին նաեւ կորձի դրած է իր հոգեվորականները այդ ուղղությամբ։ Այսինքն նայեցեք, ես չգիտեմ, չգիտեմ մեր ժողովուրդը ինչքան մեր ժողովրդի մի մասը, ինչքան հիմարացած պիտի լինի, որ ենթարկվի այսպիսի ճնշումների կամ առաջարկությունների, որ ինքը գնա իր խղճի դեմ ընտրի։ Այսինքն շատ հստակ է եւ ես կարծում եմ, որ նույնիսկ եթե գտնվեն այդպիսիք, որոնք ինչ որ մի քանի մանեթի համար, մի քանի գոբեկի համար գնան իրենց խիղճը ծախեն, բայց մեծ ամասնություն ես կարծում եմ այսօր շնորհիվ ներկայացության իրենք արթնացել են եւ գիտեն, որ մենք մնացել է մեզ այս մի փոքր գդոր հայրենիքը եւ սա պետք է բահենք իքին ամեն ինչի եւ ոչ մի ճնշում պիտի չկարողանա ուղղորդել հայը, եթե իսկապես ինքը հայեցի դաստիարակություն ունի, եթե իսկապես հայկական հոգի ունի, այս ճնշումները պիտի չկարողանան ոչ մի բան փոխել իր որոշումի մեջ։ Տեսեք, սկիզբը ուրիշ ցելի ճնշումներ էին բանեցնում, չէ՞, փող էին առաջարկում։ Եվ որ բռնվեցին այդ բենդերները, որոնք փողեր էին բաժանում, հիմա արդեն սկսել են դարբեր տեսակի առաջարկների եւ ճնշումների հաջողեցնելու իրենց ծրագիրը, բայց իրենք էլ եւ իրենց հովանավորներն էլ լավ գիտեն, որ քոնքը իրենց ոտի դագից քաշտել։ Եվ Տեր Արմեն, քանի որ նաև ակնկալիք կար 10 եպիսկոպոսների մոտ, հոգևորականների մոտ, որ միջև ընտրությունները այնուամենայնիվ հայտնի օրակարգը հանգուցալուծում կգտնի եւ եկեղեցու բարենորոգումը, Գարգին Բ-ի հեռանալը ինչ որ իմաստով իրականություն կդառնա, բայց մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ ձգձգվեց գործընթացը, բայց գիտենք նաև զուգահեռ, որ քաղաքացիական պայմանագիրը դա ամրագրել է նաև իր նախընտրական ծրագրում եւ եկեղեցու բարենորոգման առաջին քայլը հենց ենթադրում է Գարգին Բ-ի հեռանալը։ Ինչ է կարծում, հաշվի առնելով նաև հայտնի փաստը, ստացվում է, որ այնուամենայնիվ միջև ընտրություններ Գարգին Բ-ն իր բոլոր լծակները նաև օգտագործելու է, որպեսզի խանգարի իշխող ուժի վերարտադրվելուն եւ նաև իր հեռանալուն։ Այո, ճիշտ դուք հարցին պատասխանը դրեցիք, որովհետեւ ինքը գիտի, որ այլևս որպես հայրապետ, որպես կաթողիկոս ինքը այլևս զրոյացած եւ լճացած վիճակի մեջ է եւ ինքը գիտի իր օրերը հաշված են եւ նրա համար հիմա ամեն ջիկ տապում է, որպեսզի որևէ մեկ ցեղով ցախողվի ներկա իշխանության կալը։ Բայց չի ստացվում, իսկ ինչ վերաբերում է 10 եպիսկոպոսների եւ այս եկեղեցու բարեկարգման օրակարգին, արդեն որ տրվեց այդ ուրեմն ծրագրի մեջ, ներկա կուսակցության, իշխող կուսակցության ծրագրի մեջ, դա արդեն բարգդավորեցնում է ներկա իշխանությունը, որ իրենց առաջին քայլը պիտի լինի մեր եկեղեցին ցերպազատել Գդրիչ Ներսիսյանից եւ կասկած չունեմ, որ դա լինելու է եւ լինելու է առաջին քայլը արդեն հունիսի 8-ին մենք պիտի սպասենք, որ Գդրիչը
ինքը շահի իր ջամփուկի եւ գնա, եթե անշուշտ է այդ գալանքը որ դրել են դրել, եթե վերցնեն։ Եվ հույսով եմ, որ այդ գալանքը չվերցվի եւ ինքը անպատիժ չթողնի Հայաստանը ուչ գնա, որովհետեւ այդ մարդը պետք է հաշիվ տա հայ եկեղեցուն, հաշիվ տա հայ ժողովրդին այն ավերների համար, որ ինքը կործեց այս եկեղեցու եւ այս հայրենիքի մեջ։ Շնորհակալ եմ, Տեր Արմեն։ Շնորհակալություն ցեցեք։ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Իսպանիա Մալակա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Կհանդիպենք։